Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր կզրուցենք անվտանգի քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի հետ։ Բարի երեկո, պարոն Քոչինյան, շնորհակալություն հրավեր ընդունելու Ես եմ շնորհակալ։ Տասնամյակներ առաջ այսօրը հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ, որը ցնցեց մեր պետությունը, պարոն Քոչինյան։ Տարբեր են մեկնաբանությունները, թե ինչու եղավ участковի գործից մինչև աշխարհաքաղաքական մոտիվներ, բայց մի բան որ ապացուցելի է հենց առաջ օրից կար, որ դա նաև ատելության մթնոլորտի հետևանք էր։ Անցել են տասնամյակներ, բայց ասել, որ մենք դասեր քաղեցինք, շատ սխալ կլինի, որովհետև ատելության մթնոլորտը ավելի ուժեղացել, քան այն ժամանակ։ Հիմա ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ ատելության մթնոլորտ են տարածում, իշխանությունն էլ ասում է ընդդիմությունն է ատելության մթնոլորտ տարածում։ Ո՞վ է տարածում։ Այն որ ատելության մթնոլորտը ցավալիորեն բավականին բնորոշ ֆենոմեն է մեր քաղաքական դաշտին, ես այդ իհարկե համաձայն եմ, եւ ինչպես այն ժամանակ էր, այնպես էլ հիմա է, եթե ոչ հասկացել, դրա հետ էլ եմ համաձայն։ Տարբերությունը երևի թե սպայության պայն է, որ հատուկ ծառայությունների աշխատելավոճն ավելի բարելավվել, ավելի կատարյալ դարձել եւ ինչ որ չափով նաեւ ամեն ինչը դարձել է ավելի հանրային վերահսկողության կամ հանրային հաշվետվողականության տրամաբանության ներքո, այսինքն այդ ատելությունը, որ դուք ասում եք, ինքը այսօր մի քիչ ավելի բեմականացված ատելության անմանվում, գիտեք, երբ որ այդ ատելությունը ոնց որ քարոզվում է, դրվում է, օգտագործվում է, բայց հանդիսատեսի համար։ Օրինակ ես նման տարբերություն զգում եմ, որ նախկին տարիներին, նաև մինչև հեղափոխությունը ավելի ճիշտ ձեր նշած դեպքի ժամանակահատվածում հատկապես ատելություն հենց էլիտայի ներսում միմյանց նկատմամբ այդ խորը հիմնարար ատելություն էր։ Հիմա շատ հաճախ այդ ատելությունը ավելի շատ բեմական ատելություն է, որտեղ շատ հաճախ այն մարդիկ, ովքեր խոսում են գաղափարներից, արժեքներից, այդ արժեքների դերից մեր մեջ բացարձակապես դրանով չեն ապրում, բացարձակապես այդ արժեքների եւ գաղափարների կրողները չեն, ասեմ ավելին, եթե քաղաքական կոնյունկտուրան մի փոքր այլ լիներ, օրինակ, եթե եկեղեցին այսօր պաշտպաներ Հայաստանի իշխանություններին, իրենք լինելու են եկեղեցու ամենամեծ քննադատները, ոնց որ հիմա դարձել են եկեղեցու ամենամեծ պաշտպանները, թե չէ, ոնց որ սենց բանը, սենց խաչակրած արշավանք են հեսա սկսելու կամ չգիտեմ, ինկվիզիցիա են հեսա սկսելու եկեղեցուն պաշտպանելու համար, ես ամբողջ շատ վստահ եմ, որ եթե այդ նույն մարդիկ հակառակ քաղաքական կոնֆիգուրացիան են, այսինքն եկեղեցին լիներ պրոիշխանական, այսպես հայտարարություններ այդ ոգով, ամենամեծ հարձակվողներն են լինելու եկեղեցու մեջ։ Այսինքն այս առումով այս ատելությունը ոչ թե գաղափարահեն է, արժեքահեն է, այլ ամբողջությամբ կապված է քաղաքական կոնյունկտուրայի հետ եւ հանդիսատեսի համար է։ Ձեր ասածը մինի տարբերակով եղավ Արամ Կաթողիկոսի դեպքում, որի սրբազան եկավ հանդիպես Փաշինյանին ողջունեց, հարձակվեցին Արամայի վրա, հետո Արաման ասեց, չէ, լավ կլինի իշխանափոխություն, էլի դառավ շատ լավ կաթողիկոս։ Այո։ Հենց դրա համար եմ ասում, որ ինքը ավելի շատ բեմականացված է եւ ինքը ավելի շատ կապված է քաղաքական կոնյունկտուրայի հետ։ Իհարկե, պետք է ձեր հետ ֆիքսենք, որ դա ճանապարհը դեպի ոչ մի տեղ, եւ իշխանության եւ ընդդիմության կողմից գեներացվող ատելության խոսքը եւ ատելության այդ անհաշտ մթնոլորտը, որ ընդդիմությունը մեր մոտ կարծես մենակ մի ձևի արելում։ Այ ամեն ինչում պետք է անհամաձայնել են, որ ինչու մի հատ հարցում համաձայնա կամ ինչու մի հատ հարցում ավելի կառուցողական դիրքորոշում է որդեգրում, նա այլևս ընդդիմություն չի։ Այդ անհաշտությունը, սև սպիտակականությունը, որը նորից բնորոշ է եւ իշխանության վարած քաղաքականությանը եւ ընդդիմության վարած քաղաքականությունը, մենք ձեզ պետք է արձանագրենք, որ ճանապարհը դեպի ոչ մի տեղ։ Այստեղ մի վերջին բանն եք ասեմ, ես բազմիցս եմ ասում, որ իմ կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտի առջև ծառացած ամենամեծ խնդիրը եւ արգելակը մեր քաղաքական համակարգի զարգացման դա ժողովրդավարական կարողունակ ընդդիմության բացակայությունն է։ Երբ որ ընդդիմությունը լինի իսկապես այլընտրանք այն գոյություն ունեցող վեկտորի մեջ Հայաստանի զարգացման, որը որ Հայաստանի ժողովուրդը ուզում է, այսինքն արդարացի, ժողովրդավարական, իրավական պետության կառուցման ճանապարհին, այլ ոչ թե վեկտորով բացարձակապես հակառակ կողմ տանող մի հատ ուժ։ Այ որ պահին, որ Հայաստանում կձևավորվի նման ընդդիմություն, ես կարծում եմ, այդ դա կլինի նոր, երբ որ մեր պետությունը կթևակողի բոլորովին այլ զարգացման քաղաքական համակարգի կայացման։ Բայց ես տեսեք, ես այսօր նայում եմ ազգային ժողովում Արարատ Միրզոյանը բյուջեի քննարկմաններ եւ Էրինար Վարդանյանը ասում է ձեր ժամանակ տասնյակ եւ բոլոր ընդդիմադիրներն ասում արդեն քաղբանտարկյալներ կան, իսկ ժողովրդավարական բաստիոն Եվրամիությունը եւ Եվրոպան աչք է փակում, այսինքն քաղաքական կոնյունկտուրայով ձեր կողքին է եւ աչք է փակում
քաղբանտարկյալների սարսափելի երևույթի վրա։ Չկա ժողովրդավարություն, կան երկակի ստանդարտներ։ Ընտրություններն էլ են կեղծ։ Հələ չեղած ընտրություններ են որում։ Եղած։ Հա, եղածներ։ Մոլդովայի։ Հասկացա։ Տեսակ ոնց Եվրոպան Այո։ գնաց ընտրակեղծիքների եւ չթողեց Մոլդովայում ռուսերեն էլ էին, չի ասում։ Այո, այո։ Որ այդ սա կեղծ է։ Ֆրանսիան։ Միջոց կարան ասանից նաև ասեն մեր ընտրություններն են կեղծ, կանխիկով չէ, կանխիկով կարան ասեն, այսօրից կարան ասեն, որ կեղծած է այդ ընտրությունները, այդ ոնց որ խնդիր չի։ Ընդհանրապես այդ աշխարհում ոչ միտեղ ժողովրդավարություն չկա, ժողովրդավարությունը սուտ է, այդ օրենքի գերակայություն սուտ է, այմարտից բան չկա, այս ամբողջ նարատիվը ինքը ոնց է ձևավորվում եւ որտեղ է ձևավորվում։ Ինքը ձևավորվում է բռնատիրական համակարգերում, որոնք խնդիր ունեն սեփական հասարակության աչքերում լեգիտիմացնելու իրենց համակարգը, որ մենակ դուք չեք է սենց ապրում, սենց բոլորն են ապրում։ Ուղղակի մնացած տեղերը այդ մարդկանց խափում են, ասում են, որ իրանք իբր թե ժողովրդավարության մեջ են ապրում։ Բայց մենք ձեր հետ ավելի ազնիվ ենք, մենք ասում ենք, որ դուք ժողովրդավարության մեջ չեք ապրում։ Հասկանում եք, սա Ռուսաստանի, Բելարուսի, ասում մենք ենք իսկական ժողովրդավարը։ Չէ, լավ, այդ աշճանսուտ ոչ մեկ չի ասում։ Չէ, այդ ինչ ուրիշ մակարդակի ցինիզմ է ձեր ասածը, բայց որպես կանոն ասում եմ, հիմնական ռոպագանդան դա է, որ չկա ընդհանրապես, էլի։ Ու նույնը դրա ինչ որ մի հատ գավառական տարբերակը մեր մոտ է, որ այդ կեղտոտ Եվրոպան իր քաղաքական նպատակները սպասարկելու համար, տեսեք մեր մոտ ինչքան տասնյակ հարյուրավոր քաղաքաբանտարկյալներ կան, դրա վրա աչք է փակում։ Բայց մեր ժամանակ, երբ որ մենք վարվում էինք հանուն Հայաստանի շահերի ու չկար քաղաքաբանտարկյալներ, այդ կեղտոտ Եվրոպան ասում էր, որ Հայաստանում կան քաղաքաբանտարկյալներ, հասկանում եք։ Նորից գալիս ենք նույն բանին, որ ամեն ինչ օգտագործվում է եւ շահագործվում է քաղաքական կոնյունկտուրայի եւ նպատակահարմարության տեսանկյունից։ Սա ինչ որ առումով մենակ հայաստանյան խնդրեմ չի։ Ամբողջ աշխարհում կա այդ post truth, հա, հետ ճշմարտության աշխարհը, երբ որ քաղաքական պայքարը այնքան է խորանում, որ մարդկանց փորձում են իրավիճակի մեջ որ հասկանալի չի ճիշտ է, որն է ճշմարտությունը, որն է մնացել, այդ հետ ճշմարտության փուլն է, երբ որ երկու տարբեր լրատվական նայող մարդկանց մոտ այդ ճշմարտության մասին բոլորովին տարբեր կարծիքներ կարան, նույն իրադարձության վերաբերյալ։ Սա շատ բարդ իրականում կյանք է եւ շատ բարդ հարաբերությունների համակարգ է, բայց այստեղ էլ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր, ես իրականում շատ բան եմ սկեպտիկ եմ, որ ասում եմ պետք է հասարակության իրավագիտակցությունն ու մեդիագրագիտությունը բարձրացնել։ Դա ինչ որ տենց դրսից կառավարվող process չի, դա ամեն մարդ ինքը կարա իր համար անի։ Այ ամեն մարդ ինքը կարա մի քիչ աշխատի, փորձի տարբերել fake news-ը իրական news-ից, փորձի ինքնին համար մի հատ հասկանալ, այս լրատվականը, որ ես այսքան մի ամիսա նայում եմ, մի անգամ եղել է ճիշտ բան ասի, թե ոնց որ ինչ ասել է, հետո պարզվել է սուտ է, ուրեմն գուցե պետք է փոխել այդ լրատվականը այլևս չնայել։ Հա, ես ճիշտ ասած կարծում եմ, որ այդ մեդիա գրագիտություն հասկացության լուծումը յուրաքանչյուրիս մեջ է, ամենքս իր վրա պետք է աշխատի եւ փորձի այդ այսօրվա պայմաններում, իսկ պայմանները թվարկեցի սրանք են, երբ որ նույն իրադարձության վերաբերյալ 180 աստիճան հակառակ պատկերներ կարա ստանաս երկու տարբեր լրատվական նայելով։ Դու կարողանաս քեզ համար իրականությունը դուրս բերել այդ մեդիա պատերազմի մեջ։ Եկան ադրբեջանցիները, ձեր կազմակերպությունն էր դա կազմակերպել։ Այո։ Եվ ո՞րն էր դրա նպատակը, ինչի հասակ։ Տեսեք, պարոն Ղազարյան, ընդհանրապես առաջին անգամ, այո, պատմության մեջ ադրբեջանական ինքնաթիռով վայրէջք կատարեց Վարդնոցում 5 փորձագետ եկավ Ադրբեջանից։ Նպատակը պարզ է, ուրեմն track 2 այդ երկրորդ կապուղի կամ 1.5 կապուղի կոչվող դիվանագիտությունն է, սա երբ որ քա հասարակության եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներն են միմյանց հետ շփվում, հիմնականում երկու նպատակ փորձելով իրականացնել։ Առաջինը գաղափարներ գեներացնել, մտքեր գեներացնել, որոնք որ առաջարկել առաջին թրեքով, այսինքն բանակցությունների, պաշտոնական բանակցությունների մակարդակով գնացող գործընթացներին, որտեղ շատ հաճախ նոր գաղափարներ այնտեղ ավելի պրոբլեմատիկ է սկսել քննարկելը, քան այլ հարթակներում։ Եվ երկրորդը հասարակություններին խաղաղության պատրաստելը։ Գիտեք, անցնող 30 տարիների ընթացքում մեր կոնֆլիկտը այնքան շիկացած է եղել, այնքան անտանելի ցավ, հանցագործություններ, ատելություն է գեներացվել, որ շատ բնական է, որ մարդկանց մոտ գնացել է միմյանց նկատմամբ դեհյումանիզացիայի process, այսինքն ապամարտկայնացման process է գնացել երկու հասարակություններում միմյանց նկատմամբ, եւ շատ խորը ատելություն է ձևավորվել։ Հիմա Աբու Դաբիից եւ Վաշինգտոնից հետո մենք ապրում ենք բոլորովին նոր քաղաքական իրականության մեջ, երբ որ այն խաղաղությունը, որի մասին խոսվում էր, սկսվել է կառուցվել, սկսվել է իմպլեմենտացվել եւ ըստ հիմա դրա դիպվածների մասին կխոսենք։ Բայց եթե մենք թողենք այդ խաղաղության կառուցումը միայն պաշտոնական բանակցությունների ուսերին, ինքը մնալու է շատ նեղ կազմով խաղաղություն, շատ նեղ բովանդակությամբ խաղաղություն, որը նաև շատ փխրուն է ու շատ հետադարձելի խաղաղություն է, այսպես ասենք։ Դրա համար արտակարգ կարևորը նաև հասարակությունների միջև որոշակի
հաղորդողիների կառուցումը, որոշակի ուրեմն հարցերի շուրջ քննարկումներ, գիտեք, այսպես կոռեկտության եւ հանդուրժողականության մթնոլորտում քննարկումներ կապող ինչ որ հարցեր ձևավորելը կլինեն, դրանք տնտեսական բնույթի, ֆինանսական, հասկանում եմ, պարոն Քոչարյան, բայց տեսեք, դուք ասում եք քաղաքասարակությունների հանդիպում, հիմա մարդիկ ասում են Ադրբեջանում չկա քաղաքասարակություն։ Եվ դա նաև արևմտյան կառույցներն են արձանագրում։ Իսկ երբ որ դուք կանչում եք ադրբեջանցիներ եւ ասում եք, այ եկան քաղաքասարակությունը, նախ լեգիտիմացնում եք Ադրբեջանի ժողովրդավարությունը, տեսեք քաղաքասարակություն կա, ուրեմն այնտեղ ամեն ինչ չի որ բռնապետական է։ Եվ երկրորդ այնտեղ եկել էին մարդիկ, որոնք կոնկրետ հակահայկական եւ հակաղարաբաղյան վարքագիծ էին ունեցել, այսինքն մարդիկ ասում են, սա ինչ քաղաքասարակություն։ Շատ լավ։ Շատ շնորհակալ եմ ակնհայտ իշխանությունների մարդն է։ Երկու հարցեր բարձրացնելու համար շատ շնորհակալ եմ։ Սկսեմ առաջինից, կա քաղաքասարակություն թե ոչ։ Ես այստեղ մի փոքր դիվանագիտական կոռեկտություն կցուցաբերեմ եւ չեմ պատասխանի այդ հարցին, բայց ուրիշ կերպ կպատասխանեմ այդ հարցին։ Տեսեք, արդյոք դա մեզ դիվանագետ չեք, ինչի համար։ Բայց ես կոռեկտություն կցուցաբերեմ ամեն դեպքում։ Տեսեք, դա մեր պատասխանելու հարցն է կամ ընդհանրապես մեզ հուզող հարցն է Ադրբեջանում մարդու իրավունքների որակը կամ ժողովրդավարական ինստիտուտների որակը։ Արդյոք մեր գործն է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտներ կայացնել կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել։ Կա այն Ադրբեջանը, որը որ կա, եւ ինքը ունի այն հասարակությունը, որ ինքը ունի։ Հիմա մենք խնդիր մեր արժեվ ի՞նչն ենք դնում, մենք ուզում ենք Ադրբեջանը փոխենք, չի ստացվելու Ադրբեջան փոխել։ Մենք ուզում ենք աչքներս փակենք եւ ձևացնենք, որ Ադրբեջան չկա եւ օրինակաբար մենք շփվելու ենք միայն Նիդերլանդների եւ Բելգիայի քաղաքասարակության հետ։ Դա մոտավորապես նույն բանն է, ինչ որ արել էին Վրաստանի քաղաքասարակության դմբլոները 2000-ականներին ու դա շատ ողբերգական ավարտ ունեցավ թե Վրաստանի ժողովրդավարության, թե Վրաստանի քաղաքասարակության վրա, որ իրանք ձևացնում էին, որ իրանք այս տարածաշրջանից չեն։ Մենք ապրում ենք այս տարածաշրջանում։ Մեզանից արևել կա շատ կոնկրետ Ադրբեջան, մեզանից արևմուտք կա շատ կոնկրետ Թուրքիա։ Իրանք ունեն այն պետությունը, այն հասարակությունը, այն ժողովրդավարական ինստիտուտները, որոնք որ իրենք ունեն։ Դա մեզ դուր է գալիս, մեզ դուր չի գալիս, մենք մեզ դրանից ավելի վեհ ենք համարում, թե դրան հավասար ենք համարում, դրանից իրականությունը չի փոխվում։ Մենք ունենք հետևյալ երկընտրանքը՝ աշխատել այդ մարդկանց հետ եւ այդ ինստիտուտների հետ, թե չաշխատել։ Անցնող 30 տարիների ընթացքում մենք որպես հասարակություն այս հարցին պատասխանել ենք չաշխատել։ Հիմա չէ, ինչի դեպքեր եղել են, որ եկել։ Հա, դեպքեր եղել են, բայց ընդհանուրապես մոտեցումը սա է եղել, եկեք ասի բանանենք էլի։ Հիմա անել նույն բաները, ստանալ այլ արդյունք չի ստացվելու։ Միգուցե պետք է անել այլ քայլեր, այլ ձևով միգուցե պետք մոտենալ այս հարցին։ Եվ երկրորդ ձեր նշած միտքը ուրեմն կապված անձանց հետ։ Տեսեք, հայկական պատվիրակությունը ընտրել է իր կազմը, ադրբեջանական պատվիրակությունը ընտրել է իր կազմը։ Մենք իրար չենք քննարկել կազմերը։ Ու ես այսպեսի բան ասեմ, որ բայց մենք սկսենք վեթինգ անել, իրանք էլ սկսեն վեթինգ անել ու դա ճանապարհը ոչ միտեղ։ Ինչու՞։ Որովհետև այս պայծությամբ Հայաստանում որ անհատին վերցնես որ հանրային խոսք անեցել անցնող 10 տարվա ընթացքում, ես վստահեցնում եմ Ադրբեջանի դեմ այնքան քաղցր խոսք ասած լինի եւ այնքան բան արած լինի, ել դու սուս։ Ինչ որ պահի մենք պետք է իր հետ պայմանավորվենք, որ մի հատ կարմիր գիծ ենք քաշում եւ այդ կարմիր գծից հետո սկսում ենք կառուցել այս խաղաղությունը։ Հնարավոր է շատ մարդկանց հետ, ովքեր մեզ դուր չեն գալի։ Հնարավոր է շատ մարդկանց հետ, ում գործնայության վերաբերյալ մենք ունենք շատ բան կարծիք, գիտեք այսպես, շատ կոշտ կարծիք ունենք այդ մարդկանց գործողությունների մասին։ Բայց նորից կրկնեմ, կներեք, այլ մարդիկ չկան Ադրբեջանում։ Մարդիկ, ովքեր ունենան ազդեցություն այդ հասարակության վրա, մարդիկ, ովքեր որ ինստիտուտներ ներկայացնեն, մարդիկ, ում թույլ տալտրված լինի մեզ հետ խոսել, չկան, այդ մարդիկ։ Հիմա նորից մենք ունենք երկընտրանք խոսել եւ աշխատել այդ մարդկանց հետ կամ չխոսել եւ չաշխատել։ Ես կարծում եմ, որ ճիշտ է խոսել եւ աշխատել։ Սրան զուգահեռ ես միշտ ավելացնում եմ, որ ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է զբաղվի իր դիմադրունակության ավելացմամբ, զինված ուժերի կարողությունների ավելացմամբ եւ այլն եւ այլն։ Որտեղ դուք գիտեք իմ կրեդոն խաղաղության որն է։ Մենք պետք է լինենք բավականաչափ դիմադրունակ, որպեսզի մեր այդ կրվելը լինի թանկ եւ բավականաչափ գրավիչ պարտներ, որպեսզի մեր այդ բիզնես անելը, տնտեսություն զարգացնելը, ենթակառուցվածքները զարգացնելը լինի գրավիչ։ Այս է իմ կարծիքով մեր տարածաշրջանում խաղաղության ձևաչափը կամ բանալին։ Ալիևը հայտարարեց, որ 60-ը իր տարածքը տրանզիտի համար եւ դա Ղազախստանի հետ նախագահի հանդիպման ժամանակ էր եւ ասաց, որ ղազախական ծորենը Ադրբեջանով կգա Երևան, նաեւ Օվերչուկը ասաց, որ Ալիևն ասել է, որ ճանապարհը բաց է, որպեսզի ռուսական ապրանքները ադրբեջանական երկաթուղով գան Երևան, նույն բնականաբար ստեղից էլ կալան գնան այնտեղ եւ տեսեք, ինչի ենք մենք բերում ադրբեջանական ծորեն, ավելի լավ է սոված մնանք, բ
մենք կախվածության մեջ ենք ընկնում Ադրբեջանից եւ G սա Ալիևա ժեստ անում իշխանությունների համար։ Okay։ Տեսեք, նախ եկեք ամենաառաջին մի հատ այսպես գլոբալ հարթության մեջ ֆիքսենք, որ այն բոլոր process-ները, որոնց մասին մենք ամիսներ շարունակ խոսում ենք, նո առնվազն Աբու Դաբիից եւ Վաշինգտոնից սկսած խոսում ենք, որ տարածաշրջանը փոխվել է եւ նոր ժամանակահատված է սկսվել, նոր ժամանակաշրջան է սկսվել, ինքը սկսում է մարմին եւ այսպես ինքը սկսել է հողեղեն դառնալ։ Դրա քայլերը առաջին քայլը մենք տեսանք ամերիկացիների այցելությունների ժամանակ, որոնց մասին երևի կխոսենք, երկրորդ քայլը այս Ալիևի հայտարարություններ եւ դրանի պատասխան Հայաստանի վարչապետի հայտարարություններ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ Իսկն սրանք առաջին քայլերն են այն ամեն ինչի, որ այլևս ամիսներ կամ տարիներ շարունակ քննարկվում էր։ Հիմա նախ ադրբեջանական ցորեն չի բերում, ղազախական ցորեն է բերվում, թեպետ ես օրինակի համար դեմ չեմ, եթե Հայաստան բերվի ադրբեջանական այլ ապրանքներ, էներգոռեսուրսներ եւ այլն։ Ինչ պայմանով։ Այ որ ասում եք մենք ընկնում ենք Ադրբեջանից կախվածության տակ, չէ՞։ Այդ մարդիկ իմոտնես տպավորությունն է, որ իրանց մոտ իրանց ուղեղի մեջ կամ ամեն ինչ է, կամ ոչինչ է, կամ 100% է, կամ 0% է, կամ սև է, կամ սպիտակ է։ Այլ տարբերակներ ոնց որ այդ ամեն ինչի մեջ չկա։ Մանրամասնիկ։ Մանրամասն, տեսեք, մենք այս պայությամբ ունենք հետևյալ իրավիճակը։ Հայաստանում օգտագործվող ցորենի մոտապես 20%-ն է տեղում արտադրվում, 80%-ը մենք ներկրում ենք։ Ռուսաստանից։ Այո, այդ 80%-ի 99.8-ից 99.9%-ը մենք ներկրում ենք Ռուսաստանից։ Հիմա մեր խնդիրը որը պետք է լինի։ Բազմազանեցնել մեր ներկրումները։ Դիվերսիֆիկացնել, որ մենք մենակ Ռուսաստանից չներկրենք, ոչ թե ընդհանրապես Ռուսաստանից չներկրենք, հարգելի Պետրոս, այլ մենակ Ռուսաստանից չներկրենք։ Ներկրենք Ղազախստանից, ներկրենք Ուկրաինայից, ներկրենք Իրանից, ներկրենք Հնդկաստանից, տեղում արտադրությունը ավելացնենք, այսինքն հնարավորինս նվազեցնենք մեկ կենտրոնից մեր պարենային կախվածությունը։ Այս նույն լոգիկան աշխատում է էներգետիկայի մեջ, այս նույն լոգիկան աշխատում է, չգիտեմ, արտասահմանյան գնումների մեջ սպառազինության։ Դուք ասեք, կապ չունի թեման, հա, բայց միարժեքորեն ցանկացած պետություն պետք է փորձի իր արտաքին կախվածությունները մեկ կենտրոնից նվազեցնել եւ հնարավորինս բազմազանեցնել։ Հիմա եթե մենք պայմանական Ղազախստանից կարողանանք մեր կարիքների 20%, 30% հոգալ այս ճանապարհով, դա միանշանակ լավ է։ Եթե մենք զուգահեռ կարողանանք Իրանից էլ ցորեն բերենք, դա էլ ավելի լավ է։ Եվ ընդհանրապես ինչքան դիվերսիֆիկացվում են քո հնարավորությունները, այնքան ավելի լավ։ Նորից ոչ մեկ չի խոսում Ռուսաստանի փոխարեն Ղազախստանից Ադրբեջանով ցորեն բերելու մասին։ Խոսքը գնում է դրան զուգահեռ այլընտրանքների ձևավորման մասին։ Ես իմ ուղեղի մեջ ուղղակի չի տեղավորվում մարդ ոնց կարա դեմ լինի, որ իր պետությունը դիվերսիֆիկացնի իր կախվածությունները։ Չի տեղավորվում ուղեղի մեջ։ Ինչին են դեմ։ Դեմ են նրան, որ մենք ամբողջովին կախված չլինենք մի հոգուց։ Դա ուրիշ բանի մասին է խոսում։ Կեղծ է դա, սուտ է դա։ Ալիևը կուտ է տալիս մեզ։ Եվ օգնում է իշխանություններին։ Այս ձեր տեքստը իշխանությունները ասեն եւ դիվիդենդներ հավաքեն ընտրություններից առաջ։ Շատ լավ։ Հիմա առաջիկա երևի թե 1-2 ամսա մեջ կերևա դա սուտա թե ճիշտ է, որ ցորենը գա մտնի Հայաստան մեծ մարդկանց տանեն sense դեմքով sense ցույց տան այդ ցորենը, իրանք ինչ ասել ունես ցորենը չկա, ես չեմ տեսնում այս ցորենը, ոնց են այդ բային դա ասելու։ Դա թողենք ընդհանրապես 2 ամսվա ընթացքում ինձ թվում է այդ հարցի պատասխանը կլինի։ Հիմա ինչ վերաբերվում է իշխանության ջրաղացի ջուլստը չրստենու։ Գիտեք, ներքաղաքական սեթինգը ինչ որ առումով Հայաստանում ավելի ճիշտ նախընտրական սեթինգը ինչ որ առումով Հայաստանում ձևավորվել է հետևյալ կերպ։ Իշխանությունը հայտարարել է, որ ինքը խաղաղության ջատագովն է, որ ինքը կառուցում է խաղաղություն, իր առաջնահերթությունները հստակ ֆիքսել է, սահմանել է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համագումար արեց, ասաց, որ Ադրբեջանի հետ խաղաղություն, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում եւ այդ դա դրեցին որպես իրանց ըստ էության նախընտրական ծրագիր, ճիշտ է։ Ինչն է խանգարում օրինակի համար ընդդիմությանը, եթե ինքը կարծում է, որ դա ճիշտ ճանապարհն է, որ չի ուզում, որ դա դառնա իշխանության մենաշնորհ, անել նույն բանը։ Թե իրանք չեն ուզում խաղաղություն։ Ուզում են, բախի չեն հայտարարում։ Արժանապատիվ։ Տեսեք, այն թեզը, թե մենք հիմա ընտրում ենք արժանապատվության եւ խաղաղության մեջ, ինքը կեղծ թեզ է։ Ես ձեզ ասեմ, ինչի մեջ ենք մենք ընտրում։ Մենք ինչպես եւ մեզանից առաջ շատ հասարակություններ ընտրում ենք խաղաղության եւ արդարության միջեւ։ Հիմա մանրամասնը ինչ նկատի ունեմ։ Տեսեք, կողմերից մեկը պատերազմների մեջ միշտ ունի են ընկալումը, որ այն ինչ որ տեղի ունեցան, ինչպես որ ավարտվել է պատերազմը, անարդար է իր նկատմամբ։ Միշտ եւ բոլոր կոնֆլիկտներում։ Եվ ուրեմն մինչև այսօր պատմության մեջ բոլոր հասարակությունները իրենց ընկալմամբ
կամ առնվազն 8 հասարակությունների կեսը ստիպված են եղել ընտրել արդարության մասին իրենց պատկերացումների եւ խաղաղության մասին իրենց պատկերացումների միջեւ։ Որպես կանոն ավելի այսպես առաջադեմ եւ զարգացում ցանկացող ու զարգացում ստացող հասարակությունները ընտրել են խաղաղությունը, որտեղ արդարության ընտրությունը նշանակում է նույն ցիկլի կրկնությունը։ Հիմա դրա համար եկեք այդ արժանապատվություն բանը թեման թողնում ենք, որտեղ դա սուտ թեմա է, եւ պատասխանում ենք հետեւել հարցին։ Մենք ցանկանում ենք Հարավային Կովկասում նույն ցիկլի կրկնությունը, որը որ տեղի ունեցել վերջին 100 տարվա ընթացքում, իդեպ սա վերջին 30 տարվա ցիկլը չի։ 1905 թվականից հայ-թաթարական ընդհարումները սկսվել են։ Իդեպ այն ժամանակվանից, երբ որ կայսրությունը թուլացել է։ Ու դա ընդհանրապես պոստկոլոնիալ, ավելի ճիշտ կոլոնիալ դասական գործիք է, երբ որ կայսրությունը թուլանում է, ձևավորել երկու աբորիգենների միջև կոնֆլիկտ, որ իրանք իրար ուտելով զբաղված լինեն եւ չմտածեն կայսրությունից անկախանալու մասին։ Դա աշխարհի չափ հին ռազմավարությունա կայսրությունների կողմից կիրառվող։ Հիմա մենք պետք է ընտրենք, մենք այս ցիկլից փորձում ենք դուրս գալ, թե չենք փորձում։ Ընդ որում, մի բան էլ ձեզ ասեմ, մենք այս ցիկլից կարանք դուրս գանք մենակ միասին։ Այ Հայաստանն ու Ադրբեջանը այս ցիկլից կարան դուրս գան միայն միասին։ Եթե մեկը որոշումա դուրս չգա այս ցիկլից, մենք երկուսով ենք մնում այս ցիկլի մեջ, երկուսով մնում ենք գաղութային բանի վիճակում։ Մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս, բայց երկուսով մնում ենք նույն փոսի մեջ։ Եվ հիմա ըստեյության ամբողջ հարցը հետևյալն է, արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները եւ իշխանությունները ցուցաբերելու են բավականաչափ հասունություն եւ իմաստություն, տարածաշրջան խաղաղություն, անկախություն, կայուն զարգացում եւ բարի դրացիություն բերելու համար։ Բայց իրանք ասում են, որ դա կեղծիք է, Ալիևը իրականում խաղաղություն չի ուզում։ Եվ սա մեզ անում են, որպեսզի իշխանությունը վերընտրվի եւ իրենք էլի ստանան իրան զիջումները։ Շատ լավ, իսկ այդ ասողները ինչ են առաջարկում։ Չզիջել։ Էլ բացի չզիջել, գնալ Ալիևին ասել, հələ հոп, մի րոպե, այսի sense պետք է լինի sense, հիմա կնքենք խաղաղություն։ Ինչով ենք դա հիմնավորում, ոնց ենք դա տեխնիկապես իրականացնում։ Ուժեղանում ենք ենթադրում եմ։ Կգա հզոր առաջնորդ, որը հզոր կլինի, Ռուսաստանը կլինի մեր թիկունքին, ինքն էլ ստեղ ամեն ինչ տեղը կգցի։ Այ բառացիորեն նկարագրեցիք այն իրավիճակը, որը ես քիչ առաջ ասում էի, որ երբ որ մեզնից մեկը լինում է բավականաչափ տհաս, մենք կայսրությանը նորից վերադարձնում ենք այս խոսակցության մեջ, ու ամեն ինչ սկսվում է նորից, որտեղ կայսրությունը ստեղ չի գալու մեր սիրուն աչքերի համար մեզ պաշտպանի, կայսրությունը ստեղ գալու է այս կոնֆլիկտը վերարտադրի։ Կայսրության նպատակը մեզ կամ ադրբեջանցիներին պաշտպանելը չէ, կայսրության նպատակը հավերժ կոնֆլիկտն է։ Կոնֆլիկտն է այս տարածաշրջանում կայսրության դաշնակիցը, ոչ թե մենք կամ Ադրբեջանը։ Սա մեկ, եւ երկրորդը միակ արգումենտը, որ կարա տեսականորեն ձևավորվի, դա այդ հզորանալն է, ուժեղանալն է, դիմադրունակություն ավելացնելն է, որին ես երկու ձեռքով համաձայն եմ, բայց որին ես ավելացնում եմ, միայն դա բավարար չէ։ Միայն դա բավարար չէ տարածաշրջանում խաղաղություն կառուցել համար։ Դրան զուգահեռ, այո, մեզ պետք է Ադրբեջանի հետ կամուրջներ կառուցել, այո, մեզ պետք է Ադրբեջանի հետ փոխշահավետ տնտեսական, ենթակառուցվածքային բիզնես նախաձեռնություններ։ Խաղաղությունը այս երկու սյուների վրա է կառուցվում։ Երբ որ քո հետ կռվելը թանկ է, քո հետ համագործակցելը գրավիչ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանն էր, կհանդիպենք ցտեսություն։